Արդեն պարզ է, որ նոր-նորքի թաղապետարանի դեպքով ամեն դեպքում թաղապետը ոչ քաղաքական, ոչ քրեական պատասխանատվություն չի կրելու եւ ամենայն հավանականությամբ շարունակելու է պաշտոնավարել եւ մենք դեռ խոսում ենք շատ ժողովրդավարական, շատ դեմոկրատ, շատ օրենքի երկրի մասին։ Ուրեմն օրենքի երկրում ամեն դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդիկ գիտեն, որ նույնիսկ անգամ ամենավատ սադրանքի դեպքում, եթե ձեռքերին ազատություն տվեցին, իրանք պատժվելու են, իրանք մեղավոր են 100% պատասխանատվության են ենթարկվելու, իսկ մանավանդ պաշտոնյայի դեպքում այդ պաշտոնյան առաջի հերթին, եթե անգամ բանը հասներ նրան, որ մեղքը չապացուցվեր, ամեն դեպքում հաստատ պաշտոնից զրկվելու էր, ամեն դեպքում հաստատ քրեական գործը հարուցելու էին, այսինքն քրեական գործը հարուցելու էին, նա կամ ինքնակամ էր հրաժարական տալու կամ թիմն էր ստիպելու, որ ինքը հրաժարական տա, ինչը որ Հայաստանում տեղի չի ունենում։ Ես համոզված եմ, որ նույն Հանրապետության կուսակցության սիրելի Եվրոպայում էլ ամեն դեպքում այդպես, որ կապ չունի։ Եթե մենք ասում ենք շատ վատ սադրանք ա եղել եւ այլն, էլի տանում ենք տղայական, գողական դաշտ։ Եթե օրենքի երկիր ենք կառուցում, ուրեմն այդ օրենքի երկրում անգամ ամենավատ ձևով սադրելու դեպքում ոչ մեկ իրավունք չի ունենալու իր ձեռքերին ազատություն տալու։